Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Արկածների հետքերով անցնենք փորձությունը ջրսով հետքերով արկածների Հայերի համար ժողովրդական սիրո և ճանաչման արժանացած ասվածներն էին Ամանորը և Վանատուրը։ Ամանորը, որ հին հայերենում նշանակում է նոր տարի, հին հայերի նոր տարին անձնավորող աստվածն էր և համարվում էր նոր պտուղների ամենաբերը։ Վանատուր հյուրընկալության աստվածն է հայ հին դիցաբանության մեջ։ Համարվել է պանդուխտների, օտար ճամփորդների հովանավորը, նրանց ապաստան օթևան տվողը։ Ես չեմ հասկանում, ինչի են մարդիկ Ամանորին ուրախանում։ Նոր տարի Արմեն ջան։ Ու այն, որ երկիր մոլորակը արեգակի շուրջ մի ամբողջ շրջան է կատարում։ Հա ու դա ուրախանալու առիթ է, ինչի չպետք է կատարեր։ Էլի սկսեց, Արմեն ջան, մարդիկ են թող ուրախանան, քեզ դա ինչ է խանգարում։ Չէ, ինձ չի խանգարում, ես մարդկանց համար եմ անհանգստանում, ասեմ ավելին։ Տիեզերքում ավելի կարևոր ու դարակազմիկ իրադարձություններ կան, որոնց համար մենք նույնիսկ էմոցիա չենք արտահայտում։ Արմեն ջան, դու ինձից ինչ ես ուզում։ Ինչ սկսել եմ ձեր հետ շփվել, կյանքն աչքիցս ընկել է։ Նա նոր տարի էր մնացել ուրախանանք, ետ էլ փչացրիք։ Արմենն է խոսում է։ Ուզում ես ուրախանաս, ուրախացի։ Ինչի ուրախանամ։ Այդպես սկսել ես մտածել։ Մտածելը վտանգավոր է, որ շատ ես մտածում, կախվածությունը առաջանում։ Ես թխվածք եմ թխել Շահանեի ու պապիկի համար։ Ապրես, հակառակորդի հետ իրա լեզվով է պետք խոսալ։ Բայց Շահանեն իմ հակառակորդը չի։ Մի հակաճառի մեկը համոզելու է։ Դե եկեք շարժվենք, չուշանանք։ Բանն այն է, որ մարդիկ միմյանցից անկախ չեն, այլ ամբողջական մաս են կազմում։ Ըստ այդմ պատասխանատու են միմյանց նկատմամբ, անընդհատ միմյանց սնելու, մեկը մյուսին պահել պահպանել, նորոգելու, հիվանդության դեպքում նրան բուժելու, տկարության դեպքում նրա մեջ ուժ ներարկելու, վհատության դեպքում կենաց ջերմությամբ սնելու, տիեզերական ու երկրային գործընթացների բերումով վերանալու վտանգի դեպքում նրան փրկելու և այդպես անվերջ առարչական բացարձակությունը պահպանելու իրավունքներ ունեն։ Դուք ինձ օգնեցիք, երբ ես օտար ճամփորդ էի։ Դրա համար էլ ես հրավիրել եմ ձեզ հյուրասիրելու և հետո պատրաստվում եմ ձեզ նվերներ տալ։ Այո, ես շատ եմ նվերներ սիրում։ Աննա, այնքան համեղ էր, ինձ կասես չէ բաղադրատոմսը։ Հա, իհարկե, ես քո թխվածքներից եմ ոգեշնչվել։ Դե մի ամաչացրու։ Ես առաջարկում եմ անցնենք նվերներին։ Հա, պապիկ ջան, իսկ նվերները որտեղ են։ Դուք պետք է դրանք գտնեք։ Լավ էլի պապիկ ջանը ստոնորով կլինի, ոչ մի բան չգտնենք։ Ես համաձայն եմ, ես սիրում եմ մարտահրավերներ, հուշումներ կան։ Հուշումներ չկան, հուշումները դուք եք և ձեր նվերները։
Լավ, պապիկ։ Չեք պատկերացնի արդեն ոնց եմ հոգնել ես փնտրտուկներից։ Հոգնել ես մի մասնակցի։ Չէ, բա իմ նվերը։ Հուշումը մենք ենք ու մեր նվերները։ Տեսնես ինչ էր ուզում ասեր պապիկը։ Իմ ամենագետ ընկեր, ինչ ես կարծում իմ նվերը որտեղ է։ Հնարավորության դեպքում ես առաջինը իմ նվերը կգտնեի։ Դե ուրեմն ես կգնամ ու իմ նվերը կգտնեմ։ Այդ ձեր փորձը չի։ Էլի նեղացրիր։ Դուք կարող եք հետևել Դավիթի օրինակին։ Այսինքն ամեն մեկս գնանք մեր նվերը փնտրենք։ Այո։ Ինչ ես կարծում, պապիկը քո նվերը որտեղ է պահել։ Մտքովս բան չի անցնում։ Ես կարծում եմ, որ առասպելների հետ կապ ունեն։ Այսինքն մտածում ես, որ պապիկը մեզ ասոցացրել է ինչ որ առասպելի հետ ու մենք այդպես պիտի գտնենք հուշումը։ Հա, օրինակ դու ինձ որ առասպելի հետ ես ասոցացնում։ Դե ինչ կարևոր է, ես ասոցիացիաներից վատ եմ։ Պետք է հասկանալ, թե պապիկը մեզ որ առասպելի հետ է ասոցացրել։ Դե հա, ճիշտ ես ասում, բայց պետք է չէ ինչ որ տեղից սկսենք։ Նենց որ փորձի պատկերացնել։ Դե գեղեցկության աստվածուի աստղիկի առասպելի հետ։ Բա դու։ Դե ճիշտն ասած, այնքան Արմենի քեզ տորք ասել։ Հա, դե բա ինչ։ Գործ սպասի, մի նեղացի։ Բավ ջան, ինչ կա, ոնց ես։ Ինձ պապիկ ասես դու կարաս հուշես իմ նվերը որտեղ է։ Կհուշես։ Հա, իհարկե կհուշեմ։ Հասցեն ասեմ։ Հա, ասա։ Բայց ես ոնց կարամ հասցեն ասեմ, եթե չգիտեմ պապիկի գլխում ինչ ա կատարվել նվերը թաքցնելու ժամանակ։ Բա ես ինչ անեմ, ինձ պապիկը ասեց, որ հուշումը ես եմ։ Լավ էլի։ Ավանդապատումներ եւ առասպելներ շատ են եղել։ Մեզ հավանաբար մի փոքրիկ մասն է հասել դրանցից։ Սակայն մենք այդ փոքրիկ մասից նույնիսկ կարողանում ենք դասեր քաղելու հետևություններ անել։ Դրանք հիմք վերցնելով ստեղծագործել ու այնքան սիրել, որ հավատալ դրանց։ Եվ եթե պատկերացնենք, թե ինչ գանձեր են կորել պատմության խորքերում, ես կարծում եմ, որ մեզ հասել են արժանի պատմությունները։ Միգուցե շատերը իրոք չեն հասել մեզ, որովհետև չեն դարձել ժողովրդական, բայց եղել են նաև նրանք, որ արժանացել են Արտեմիսի տաճարի ճակատագրին, պարզապես դրանց հերոստրատները անհայտ են։ Բայց դա ինչ կապ ունի Արտաշեսի եւ Սաթենիկի հետ։ Բացարձակ ոչ մի, ուղղակի մտքովս անցավ, ասեցի կիսվեմ։ Այնտեղ լեզվամտածողությունը բարդ է։ Ժամանակակից ընթերցողը կարող է խճճվել։ Ես ուղում եմ։ Կարող եմ օգնել։ Հենց օգնության կարիք ունենամ, քեզ կհիշեմ։ Մի խոսքով ընկերներ, ես չկարողացա։ Ես մենակ մնացի ինքս ինձ հետ եւ որոշեցի լուծել պապիկի հանելուկը, բայց այնտեղ հանդիպեցի շատ բարդ խոսակցությունների եւ որոշեցի ռիսկի չդիմել։ Ում հետ։ Ինքս իմ։ Իմ մոտ էլ այդ շրջան եղել։ Նույնիսկ ուզում էի կոպտեի։ Ինձ։ Դու Արմենի հետ քիչ շփվի։ Ուշա, մտածելը տենց բան է։ Բա հիմա ինչ ես առաջարկում մեծն առաջնորդ։ Ես առաջարկում եմ մտածենք իմ ասած հարցի շուրջ։ Մենք փորձեցինք, բայց բան չհասկացանք։ Ձեր մտածածը ինչ պիտի լինի։ Ձեր մտածածի մասին անգամ մտածել պետք չի։ Արմեն, մի օր այդ մեծամտությունը քեզ կործանելու է։ Միգուցե, բայց մենք դա դեռ չգիտենք։ Մենք փորձեցինք հասկանալ, թե պապիկը մեզ որ առասպելների հետ է ասոցացրել, բայց չկարողացանք։ Օրինակ ես քեզ Տորքանգեղին եմ իմանացնում։ Ինչու Վահագնին չէ, այլ Տորքին։ Որովհետև Վահագնը ոսկե գանգուր մազեր ուներ։ Ես որ ասում եմ դուք սխալ բաների մասին եք մտածում։ Բա հիմա ինչ ես առաջարկում, որ ուղղությամբ շարժվենք։ Ես հոգնեցի, պետք չի ինձ այդ նվերը։ Էն ինչ նվեր, որ ես պետքա գտնեմ։ Չասեք մեծամիտ եմ, բայց ես համաձայն եմ Դավիթի հետ։ Դե ես էլ գնամ Տորքանգեղի մասին մտածեմ, տեսնեմ ինչ եմ հասկանում։ Բա Մարիան ուր է։ Սիրելի Մարիա, քո լռության մեջ թաքնված է քո անհուն իմաստությունը։ Բուն որոշ մշակույթներում իմաստնության խորհրդանիշն է, եւ դրանում խորհուրդ կա։ Թռիչքի ժամանակ բույի թևերից ձայն չի գալիս, բայց եթե նա թռչում է, էլ զոհը շարժ չունի։
Սիրելի Դավիթ, թիմային սպորտը ընկերության, միասնության ու փոխըմբռնման խորհուրդ ունի իր մեջ։ Մաղթում եմ, որ միշտ ունենաս ընկերներ, որոնք պատրաստ են ընդունել քո փոխանցումը եւ հարմար առիթին գնդակը կփոխանցեն քեզ։ Սիրելի Աննա, դու շատ ես նման իմ թոռնուհի Շահանեին։ Նույնքան խելացի, համեստ, խոհեմ եւ ընթերցասեր աղջիկ ես։ Նույնքան համեղ թխվածքներ ես թխում եւ հյուրասիրում ես բոլորին։ Ես քեզ մաղթում եմ այն ամենը, ինչ կմաղթեմ ամբողջ կյանքում իմ թոռնուհուն։ Իսկ այդ ամենը քեզ նա կփոխանցի, որովհետեւ վստահ եմ, որ դուք լավ ընկերներ եք լինելու։ Սիրելի Արմեն, ինչ ուզում ալինի դու շարունակիր ստեղծագործել։ Գիտությամբ, երաժշտությամբ թե առասպելներով, միայն ստեղծագործիր։ Դու մտածող երեխա ես, իսկ պատմությունը մտածող մարդիկ է տեղից շարժում։ Սիրելի Գոր, քո ուժի ու բարության համադրությունը հուշում է քո հերոսական բնույթի մասին։ Քո մեջից բխող ջերմությունը նույնքան թունդ է, որքան արևին է եւ նույնքան բուժիչ։ Շարունակիր շողալ եւ մի օր քո մասին առասպելներ կգրվեն։ Դուք երկար ժամանակ եք ծախսել ինձ փնտրելու համար եւ ամեն անհավանական իրավիճակում ցուցաբերել եք յուրահատուկ հնարամտություն ու համարձակություն։ Յուրահատուկ սիրով կարդում ու ուսումնասիրում եք, վերլուծում ու հասկանում եք յուրաքանչյուր նյութ։ Եվ ես ձեզ իմ վերջին բանն եմ ուզում ասել. դադարեք փնտրել ինձ առասպելներ ու արկածներ։ Նույն եռանդով եւ նվիրվածությամբ փնտրեք ինքներդ ձեզ ու ձեր երազանքներին տանող ճանապարհը։ Միգուցե հազարավոր տարիներ անց իմ նման մի պապիկ ուսումնասիրի այն հերոսությունները ու ժառանգությունը, որ դուք կստեղծեք այսօր։ Ես սենց սենտիմենտալ բաներ չեմ սիրում։ Ինչ եք ինձ փորձում ներքաշել զգացմունքային մարդկանց աշխարհ։ Մենք էլ քեզ էինք ուզում օգնած լինել։ Բայց հետաքրքիր է, հենց դադարեցինք պայքարել ու գտանք ինքներս մեզ, նվերները գտանք։ Դավիթ, ինչ որ խելացի բաներ ես խոսում։ Սուս, թող կոսա։ Ես օրինակ ձերդ ուզում էի ընկերանալ, որովհետև ինձ շատ էր դուր եկել ձեր արկածները։ Իսկ հիմա սկսել եմ ապագային ու աշխարհին այլ կերպներ։ Դե մենք էլ պապիկին հանդիպելուց չենք պատկերացնում մեր գլխի գալիքը։ Ինչ եք նենց խոսում, ոնց որ հրաժեշտ եք իրար։ Լավ, որ այսքան ասեցիք, ես էլ ասեմ։ Մեր կյանքում ավարտվեց մի կարևոր փուլ։ Մենք փնտրում էինք պապիկին, բայց գտանք ինքներս մեզ։ Ու հիմա պիտի հասկանանք, որ ամեն բանի ավարտ մի նոր բանի սկիզբը։ Մարիա ջան, մի բան էլ դու ասա։ Եկեք գնանք պապիկին շնորհակալություն հայտնենք նվերների համար։ Ես գիտեի, որ Մարիան մի հատ լավ բան կասի։ Շահանե, ինչ ես կարծում, պապիկը էլի կգրի։ Դե պապիկը գրում է այն ժամանակ, երբ գրելու բան է ունենում։ Իսկ ինչ ես կարծում, նա գրելու բան կունենա։ Կարծում եմ, որ պապիկը միշտ կգտնի թեմա, որն իրեն կտանջի այնքան, որ նա կորոշի այն թղթին հանձնել։ Ասում է, երբ մարդիկ մոռանում են պատմությունը, դատապարտում են իրենց դրա կրկնությանը։ Բայց Ցիցերոնն էլ ասել է, որ պատմությունը սովորեցնում է, թե ինչ սխալներ մենք դեռ պետք է թույլ տանք։ Մեր սիրելի երեխաները արդեն գիտեն պատմությունը ու սովորել են սխալվել, այնպես որ մենք նրանցից շատ սովորելու բան ունենք։ Ես էլ որոշել եմ չվախենալ սխալվելուց։ Հյուրեր ունենք, մի րոպե տեսնեմ ովքեր են։
Շահանե քույրիկ։ Շահանե քույրիկ ջան, Շահանե քույրիկ։ Շահանե քուրիկ եկել ենք շնորհակալություն հայտնենք պապիկի նվերների համար։ Դուք գտաք դրանք։ Ես ու պապիկը դրանք պատրաստելիս մի գրամ անգամ չէինք կասկածում։ շնորհակալ ենք շատ։ Այդ մենք ենք ձեզ շնորհակալ։ Շարունակեք ձեր հաջողություններով մեզ ուրախացնել այնպես, ինչպես ուրախացնում եք ամեն անգամ պապիկին գտնելով։ Շահանե քույրիկ ջան, քանի ոչ ոք չի արտասվել, ես առաջարկում եմ պապիկին տեսնել։ Բայց պապիկը տանը չի։ Ա ո՞րն եղա պապիկը։ Ասեք, գնանք մոտը։ Չգիտեմ, վաղուց չկա։ Կորելա։ Միգուցե։ Որ տեսնենք, բարևեք։ Գնացեք։ Ստեյսը շահանե քույրիկ։ Ես վերադարձա։ Հա, ինչ էի ասում։ Ես որոշել եմ չվախենալ ու քեզ հրավիրել սուրճի։ Ես սուրճ չեմ խմում։ Հասկացա։ Հասկացա։ Բայց թե շատ եմ սիրում։ Հասկացա։ Հիմա ինչ ենք անելու։ Քանի որ մեր մոտ թիմային աշխատանքը լավ է ստացվում, մենք էլ 5 հոգով ենք։ Առաջարկում եմ բացել մի խմբավորում, որը կփրկի աշխարհը տարբեր խնդիրներից։ Լրիվ հզոր ռեյնջերներ էլի։ Կդառնանք ով։ Հզոր ռեյնջերները, տենց մանկական սերիալ կար։ Դե ճիշտ է ֆանտաստիկ է, բայց մենք էլ պակաս ֆանտաստիկ չենք։ Չեմ հասկանում ինչեր ես խոսում։ Դու կլինես կարմիր ռեյնջերը։ Ես կարմիր գույն չեմ սիրում։ Դուք հիմա զբաղվում եք դատարկաբանությամբ։ Վերջացրեք երեխեք։ Ես սոված եմ։ Ինձ այդ խմբավորման պահը դուր է գալիս, բայց եկեք անունը դնենք խելացի ռեյնջերները։ Խելացի, բարի ու տաղանդավոր ռեյնջերները։ Մեկ էլ ավելացրեք սոված։ Ով ռեյնջերները։ Հավաքվել ենք մենք ընկերներով, ընտրում ենք արկածներ։ Սիրում ենք մենք հաղթահարել տարբեր փորձություններ։ Մարիա, Աննա, Արմեն ու Կոտ, եկում ենք քարտեզին։ Գնում ենք մենք ճամփաներով, որ հասնենք նպատակին։ Թող մանկությունը մեր ակտիվ հերթանքը լինի։ Անցնենք փորձությունը ճասով հետքերով արկածների, արկածների, արկածների հետքերով։ Անցնենք փորձությունը ճասով հետքերով արկածների։ Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։